Անդրադառնանք նորից այս խաղաղության process-ին ու այս կրակոցներին, դուք ինչ եք կարծում, ինչու է Ադրբեջանը հետևողականորեն պահում լարվածությունը սահմանին, ինչ նպատակների է ուզում հասնել։ Որովհետև Ադրբեջանը ստացել է խաղաղության համաձայնագրի տեքստի հետ կապված բոլոր զիջումները, եւ այդ զիջումները դրել է դարակը, ասում է սա ունենք, եւ իր ձեռքի տակ եղած ճնշման լծակներն օգտագործում են նոր զիջումները ստանալու համար։ Օրինակ ինչ կարող։ Օրինակ ԵԱԿ Մինսկի խմբի լուծարումը նրանք պահանջում են մինչև փաստաթղթի ստորագրման գործընթացը կատարել, նաեւ այլ պահանջներ, որոնք որ հնչում են Բաքվից, դուք տեսնում եք։ Խոսքը գնում է նաեւ նոյեմբերի 9-ի փաստաթղթին, որոնք իրենք հողում են անում, որ Հայաստանը դեռ պարտքեր ունի վճարելու, իսկ Հայաստանը չի պատասխանում դրան, այնպես ինչպես որ ես առաջ իսկ եթե ԵԱԿ-ը պետք է Հայաստանը պահանջի, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը թե ուզում եք որ գործի, եկեք երակոմ հարթակում քննարկենք, նա տեսնենք ով ա պարտ։ Իսկ եթե Մինսկի խումբը չլուծարվի, պարոն Մարուկյան, ինչ կտա դա, որովհետև այս պայն փաստացի ֆորմատը չի գործում, եւ Փաշինյանն էլ այդ ձեր մատնանշած նոյեմբերի 9-ի փաստաթղթից էլ է հեռացել, ասում է դա Արցախը չկա, այլևս Արցախի հարց չկա, նոյեմբերի 9-ի փաստաթղթով ընդել աչի միջազգի հետ կապված հարց կար, մնացած հարցեր Արցախի հիմա չկա այդ ամենը, փակում է այդ էջը, ինքն էլ ուղիղ հայտարարվել։ Հիմա դուք օրինակ այս իշխանությունը եթե գնա նույնիսկ այդ ճանապարհով ինչ կարծում եք լուծումներ կստացվեն։ Եթե գնա լուծարման ճանապարհով, նայեք, Մինսկի խմբի լուծարումը դա չի նշանակելու, որ Լեռնային Ղարաբաղի պայքարը եղել է մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման պայքար, եւ դա կարող է բերել դրան, որ մենք ուղղակի արդեն իրավաբանորեն դիտարկվենք որպես օկուպանտ երկիր, այսինքն եթե Լեռնային Ղարաբաղի շարժումը չի եղել ազատագրական, չի եղել իրենց իրավունքների պաշտպանության համար շարժում, եթե Մինսկի խումբը որպես այդպիսին կոնֆլիկտի հակամարտության լուծման մեխանիզմ չի եղել եւ սխալ է ստեղծվել, պետքա լուծարել, հետաբար այդ ռևերս անելով բոլոր այդ քայլերը բերելու հանգեցնելու անհրաժեշտ որ մենք դառնալու ենք օկուպանտի աթոռին նստած մեղադրյալ, որը ռեպարացիաներ ապարտավորվելու վճարել, որը մենք սերունդ պատասխանատվության ենք ենթարկվել, այսօրվա Բաքվի դատերն էլ հենց դրա մասին են։ Հետաբար այդ Մինսկի խումբը ուղղակի սիմվոլիկ բան չի, որ ուզում են լուծարեն, տենց ասենք լուծարեն գնանք տուն, էլի դե բան չկա։ Դուք նաև անդրադարձել եք այդ Փաշինյանի հայտարարությանը, որ ինքը կարծում է, որ պետք է ամեն դեպքում նոր սահմանադրությունից հանել անկախության հռչակագիրը, եթե մոտավոր եմ հիշում, եթե չեմ սխալվում, վտանգավոր գործընթաց եք համարել, դա այդ հայտարարությունը հատկապես ՍԴ-ի որոշման ֆոնին ինչ վտանգներից եք խոսում, եթե դա դրվի հանրաքվեի, նաև այդ մասին հայտարարություններ կան, որ դա կարող է դառնալ վտանգավոր process ընդդեմ Հայաստանի։ Եթե բանը հասնի նրան, որ դրվի հանրաքվեի, ապա իմացեք, որ բացարձակապես չի կարելի թույլ տալ Հայաստանի հիմնադիր փաստաթղթերը փոփոխել, ինչու, որովհետև հիմնադիր փաստաթղթերի փոփոխությունը կարող է բերել բացարձակապես անկանխատեսելի հետևանքների Հայաստանի պետականության համար։ Ես դրա մասին մի քանի անգամ եւ կարող եմ ասել, որ այն նախնական դիրքորոշումը, որ Հայաստանը հղում է կատարում Հայաստանի սահմանադրական դատանի որոշմանը, որի համաձայն մենք չունենք տարածքային պահանջներ հարևան որևէ պետությունից, պետք է Հայաստանը այդ որոշմանը կարճած մնա եւ բացարձակապես չտրվի նոր զիջումներ քննարկելու առարկային։ Ինչը հենց օրինակ մի դեպքում վարչապետը ասում է, որ մեր սահմանադրական դատանը որոշել է այս կերպ, հաջորդ օրը ասում է չնայած ես կարծում եմ, որ պետքա անկախության հռչակագրի հղումը հանվի։ Հիմա ասում ենք դա այդ հեղեղուկ դիրքորոշմամբ հնարավոր չի բանակցել։ Հիմա Բաքվում դա նայում են, ասում են վատ բան է։ Հայաստանի Հանրապետությունը կարող է չճանաչել հարևան երկրները, ինչի։ Օրինակ, այս պետությունը ճանաչված է այս սահմանադրությամբ, այս հիմնադիր փաստաթղթերով։ Որևէ մեկը երաշխիքներ ունի այդ փոփոխությունների արդյունքներում ինչա լինելու։ Ես ինքս դրան դեմ եմ արտահայտվել, թե խորհրդի կազմում սահմանադրական անակինի պաշտոնը, հիմա էլ եմ ասում, եթե նման process սկսվի, պետք է բնականաբար ժողովրդին կարոզել, որ թույլ չտանք, որ սահմանադրությունը փոխվի։ Սահմանադրությունը փոխելու այն խոստումը, որը որ տրվել է հենց հեղափոխությունից հետո, այդ այսպես կոչված այդ կոստյումի վերաձևակերպման համատեքստում, այդ խոստումը եթե անում են, թողանեն։ Բայց Ալիևի պահանջով սահմանադրություն փոխել ես չեմ։ Դեպքում ռիսկ չի առաջանա, եթե հանրաքվեով ոչ է ասում ժողովուրդը, ռիսկ չի առաջանա դա արդեն Ադրբեջանի կողմից ասելու։ Դրա մասին էլ ենք խոսել, այո, դա երկսայրանի սուր է, հետեւաբար չի կարելի մտնել process-ի մեջ։ Ինչ process-ներ կան, որոնք տաբու են, չի կարելի մտնել։ Process-ի մեջ մտար, դու երկու պարագայում էլ պարտվելու ես։ Կարծես նախապայման է, բայց Ադրբեջանի այդ process-ի մեջ։ Նախապայմանը հիմա ինքը Փաշինյանն էլ գնալով բոլոր նախապայմանները կատարել։ Ուրեմն ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում 22 թվականի Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված 5 կետերը, խաղաղության համաձայնագրի բանակցության
հարաբերությունների մեկնարկի ժամանակ, որտեղ հստակ ձևակերպված են Ադրբեջանի պայմանները եւ այնտեղ չկա սահմանությունը փոխելու պայման։ Դա այդ պայմանը հետո է ծնվել եւ Հայաստանը կարող է դա հետ մղել։ Պարոն Մարուկյան կներես, պարոն Մարուկյան, չնայած որ քաղաքական ուժերը դեռ այսպես մարած շարժման ֆոնին էլի հայտարարում են, որ այ փողոցային պայքարը չպետք է բացառել Փաշինյանի իշխանությունից հեռացնելու, բայց տեսնում ենք, որ կարծես թե բոլորն էլ արդեն պատասխանում են 26 թվականի ընտրություններին, նախ դուք 26 թվականի ընտրությունների մասով չնայած վաղ է, բայց մեկ տարի կա, բայց դուք ինչ եք մտածում, այս ընտրություններով հնարավոր է Նիկոլ Փաշինյանին հեռացնել թե ոչ, եւ դուք ձեր քաղաքական ուժը մասնակցել եք դրան թե ոչ։ Ես արդեն խոսեցի դրա մասին, կարծում եմ շատ վաղ է այդ իմաստով խոսել ֆորմատ, բան, բայց այն որ ամեն ընտրություն հնարավորություն է իշխանությունը փոխելու միանշանակ դրա օրինակները եղել են տեղական ինքնակառավարման մակարդակում, Գորիսից, Կապանից, դեռևս մյուս այլ համայնքներից սկսած, հիմա ամենաթարմը լավ Գյումրին է, Գյումրին ազդական լինել, որ Գյումրիի հիման վրա նաև համապետական ընտրություններում քպամարտություն կրի։ Այո, բայց պետք չի Գյումրի օրինակից շատ ոգևորվել, որովհետև եթե դուք նայեք խոր ուսումնասիրեք ընդդիմադիր ուժերի տարած ձայները, համապետական ընտրություններում դրա մեջից որոշակի տոկոսների իշխանությանն է քվեարկում, հետաբար տենց սև ու սպիտակ չի, էլի դա տենց միանշանակ չի։ Մի բան էլ հարցնեմ, ձեզ այս տարիներին հիշում եմ քննադատում էին կամ ներկայիս ընկալում էին որպես պրոարևմտյան արժեքներ կրող կամ արևմտամետ գործիչ, իսկ այս վերջին ձեր ավելի բուրընհավ ընդդիմադիր գործունեության շրջանակներում շատերը տեսնում են պրոռուսական ինչ որ հայտարարություններ կամ քողարկված պրոռուսական ակցենտ, ինչ որ բաներ փոխվել։ Երկու քննադատություններն էլ հավասարապես իմ բոլոր մոտեցումները, մեր կուսակցության բոլոր մոտեցումները ձևակերպվել են ամեն ժամանակ այդ ժամանակի մարտարենային համահունչ եւ միտված են եղել միայն Հայաստանի Հանրապետության պետական շահերը պաշտպանելու։ Հիմա եթե ես ասում եմ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը միակ փաստաթուղթն է, չկա ուրիշ փաստաթուղթ։ Լիներ Տրամփ, Փաշինյան, Ալիև փաստաթուղթ, կարող է դա էլ ասեի, չկա ուրիշ փաստաթուղթ։ Եթե դրա համար են ասում պրոռուսական, աշխարհակաղակական կողմնորոշում բազմաբևեռ աշխարհում չի կարելի ունենալ։ Հայաստանը տարածաշրջանում պետք է խաղա այնպես, որ ոչ թե նոր ճշնամիներ ձեռք բերի, այլ եղած ճշնամիների հետ հարաբերությունները կարգավորի, բայց մենք Հայաստանի իշխանությունը ավելի շատ պրոթուրքական կամ պրոադրբեջանական կողմնորոշում են որդեգրել։ Ես արել եմ հայտարարություն, որ մեզ ոչ թե տանում են դեպի Եվրոպա, այլ տանում են դեպի Թուրքիա։ Եվրոպական ինտեգրացիա պրոցեսներում գոյություն չունի։ Պարոն Մարուկյան, իսկ ինչպես եք վերաբերում Հայաստանում Արցախի կառավարության պահպանումը, պետական ինստիտուտների պահպանման հարցին։ Դրա վերաբերյալ ես խոսել եմ ժամանակին Հայաստանի Հանրապետությունում վտարանդի կառավարություն պահելը, որը նաև դա բերելու է նրան, որ պետք է նաև պահանջ լինի, որ դե որ վտարանդի կառավարություն կա, համապատասխան վերաբերմունք պետք է լինի պետական բան, դա ըստ էության վտանգավոր process է, հետեւաբար ժամանակին նաև մեր Արցախի գործընկերները հետո խոսել թեմայով, բայց ոնց որ հասկանում եմ այդ ուղերձները տեղ չեն հասնում։ Վերջերս նաև վրանում էինք խոսում արցախցիների կողմից տեղադրված, էլ այդ թեմաներից էլ խոսեցինք։ Ինչով է վտանգավոր, պարոն Մարուկյան, որովհետև մյուս կողմից էլ եթե այդ կառավարության վերջին շրջանակներն էլ չի լինում, ինստիտուցիոնալ առումով թեկուզ ձևական անվանական չի լինում, ուրեմն դրանով եւս այսինքն իշխանության թեզն է, որ փակվում է Արցախի էջը վերջնականապես, հա։ Ես հարցին դիվանագիտորեն եմ պատասխանում, որովհետև դա ինձ ավելի բաց չեմ ուզում պատասխանել, ես չխոսեցի չլինելու մասին, ես ասացի Հայաստանում։ Որտեղ լինի բա։ Ուզում եք բանը հասցեն է ասել։ Չէ, դա մեկ այլ երրորդ երկրում դա իրանք թող որոշեն, որ դա նոր սփյուռք է ձևավորում, հա, գնան մեկ օր սփյուռքը դրա հետ կապ չունի, սփյուռքը դրա հետ։ Եթե Հայաստանն է, մայր Հայաստանն է, նաև Արցախի սահմանադրությամբ Արցախի երաշխավոր անվտանգության եւ իրենք եկել են իրանց մեկ այլ դեյուրե ձևավորում։ Ես կարծում եմ, որ ոչ թե պետք է Հայաստանում քննարկեն, թե ոնց անեն, որ վտարանդի կառավարություն ունենան, այլ քննարկեն, թե ոնց անեն, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կյանքի կոչեն, որ Արցախի ժողովրդին խանգարում է, որ Արցախի ժողովրդի ներկայացուցիչներն էլ իրանց տեղում հայտնվեն, ոչ թե Հայաստանում։ Դե հիմա իսկ իրանց տեղը Ստեփանակերտն է։ Հիմա այս դեր ասածով նաև իշխանություններն էլ նույն թեզը ասում, հա։ Նույն թեզը չեն ասում։ Ձեզ կասեն ԿՊ-ի ջրաղացին ջուր եք լցնում։ Իրենք էլ են ասում, եկեք փակենք, երկրորդ կառավարություն չպետք է լինի Հայաստանում կա մեկ կառավարություն, մեկ իշխանություն, այլ պատգամավոր։ Եթե քաղաքական միտքը Հայաստանում դեռևս մանկապարտեզի մակարդակի է, թող ինչ ուզում ասեն։ Ես ասում եմ այն, ինչ բխում է Հայաստանի Հանրապետության պետական շահերից, որի մեջ մտնում է նաև Արցախի հիմնախնդիրը, որի մեջ մտնում է նաև հայոց ցեղասպանության դատապարտման եւ ապագայում այն թույլ չտալու կրկնության process-ը։
Այդ ամեն ինչը դա կոմպլեքս հարց է։ Այսինքն օրինակ հիմա խոսում են Արցախի նախագահի այդ լիազորությունների ժամկետի ավարտից հետո նոր ընտրություններ կազմակերպելու մասին։ Այսինքն այդ բոլոր process-ները թեկուզ ձևական Հայաստանի ներսում պետք է չկատարվեն, չլինեն, դուք ո՞նց եք կարծում։ Ես ֆունդամենտալ տարաձայնություններ ունեմ Արցախի վերջին ղեկավարության հետ, չեմ ուզում մեկնաբանել։ Ուզում են իրանց գործնաթող անեն ընտրություն, ինչ ասեմ։